Մարտի 25-ին վաղ առավոտյան Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկում գողություն էր կատարվել։ Անայդ անձինք օգտվելով, որ բնակարաններից մեկի դուռը կողպված չէ, բացել էին, անաղմուկ ներս մտել, հյուրասենյակից վերցրել նոթբուք համակարգիչն ու նույնքան աննկատ հեռացել։ Տարեց տանտիրուհին, որ նոր էր արթնացել, հյուրասենյակից ձայներ էր լսել, բայց մինչ ննջարանից այնտեղ կհասներ, գողերը դուռը կիսաբաց թողնելով գնացել էին։ Հետո լսվել էր վերելակի ձայնը։ Աչքի չընկնելու ու արագ գործելու համար հավանաբար վերելակից էին օգտվել։ Նայեցի նոթբուքը չկա, ասում ուրեմն գող մտավ, վազեցի պատուհանի մոտ, տեսա երկու հատ տղա մեր պատեզից դուրս եկան գնացին։ Կատարվածից շփոթված տարեց կինն աղջկան էր զանգել, աղջիկն էլ ոստիկանություն։ Ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները կասկածում էին, թե ովքեր կարող էին կատարել հիշյալ գողությունը, սակայն իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո պետք է ի հայտ գային։ Տեղեկություններ ստացանք, որ Երևան քաղաքի բնակիչներ Կարեն Խանդամյանը եւ Գոր Սևոյանը Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից կատարում են բնակարանային գողություններ։ Վերջիններիս հանցափաստում մերկացնելու համար մեր կողմից ձեռնարկվեցին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Նույն օրը ոստիկանները սկսեցին հետևել հիշյալ կասկածյալներին։ Համալիր միջոցառմանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության եւ կենտրոնականի բաժնի ծառայողների հետ մասնակցում էին նաեւ այլ ստորաբաժանումների աշխատակիցներ։ Բավարար փաստեր ձեռք բերելուց հետո ժամը 13:30-ի սահմաններում Տերյան Կորյուն փողոցների խաչմերուկից կասկածյալները բերման ենթարկվեցին։ Գողությունից ժամեր անց նշված բնակարանից գողացված նոթբուք տեսակի համակարգիչը վաճառելու պահին Կարեն Խանդամյանին եւ Գոր Սևոյանին բռնեցինք եւ բերման ենթարկեցինք ոստիկանության կենտրոնականի բաժին։ Կարեն Խանդամյանի եւ Գոր Սևոյանի հետ բերման ենթարկված մյուս 4 քաղաքացիները հանգամանքների բերումով էին բաժնում եւ տեղյակ չէին, թե ինչ է կատարվում։ Մեկը նրանց տեղափոխող տաքսու վարորդն էր, մյուսը հարևան, որին ճանապարհից հետները տուն էին տանում։ Իսկ մյուս երկուսը բաժնում էին, որովհետեւ Կարենն ու Գորը գողացված նոթբուքը նրանց էին վաճառել։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։